Բարի սիրելի հետևորդներ ջան, արդեն գիտեք, որ գալու էի Ալավերդի քաղաք և հիմա էլ այս կողմերում եմ, Երկաթի կամուրջի վրա եմ և քայլեմ և ցույց տամ և զրուցեմ ձեր հետ, ահա այստեղ ներքևով երկաթգիծն է, գնացքի, ինչքան սիրունաչ է նայվում այս կողմից մեր Ալավերդի քաղաքը, ավելի բարձունքից եմ նկարում այս անգամ և հիմա պտտվեմ այս կողմ, միշտ այս կողմով ես վախենալով եմ անցել, այս էլ մյուս կողմը, սիրելիներս, այս կողմից էլ վայել ենք, մեր կողմերը, այսպես, եղանակահրաշալի և ես արդեն արագացնեմ քայլերս, որպեսզի հասցնեմ իմ տրանսպորտին և արդեն իսկ տնից կմիանամ ձեզ, այսպես, Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հացից վաձեղ եմ անում ու ձեր իշտահը բացում եմ, այսպես մոտեցրել եմ, քանի որ սա այնպիսի կերակուր է, հատկապես երբ որ ծաղիկ հացով ենք անում, գիտեք, որ այս տարբերակը շատ եմ սիրում, չմոռանամ ասել, որ վաղուց քաղաքից եկել եմ, լիքը գործեր եմ արել, այստեղ 5 հատ ձու եմ կոտրել, աղցանել, հարել ու ոնց որ թե թավանել ատակ, ձեթ եմ լցրել և արդեն իսկ ժամանակն է։ Երբ որ քաղաքում գործերս վերջացրեցի, այս ու այն կողմ գնացի, հետո այն տրանսպորտով եք, որը որ մեր գյուղ չի գալիս, մեր գյուղի տակով անցնում։ Մի խոսքով, այդտեղի չեմ եմ, գյուղից մարդ չկար, ես էի, հետո ոտքով ճանապարհ ընկավ, շատ շոգ էր, ես էլ այդպես մտքերով եկա, ոչ մի մեքենա չպատահեց, ոնց որ թե այդ պահը չէր, ու մինչև տուն ոտքով եմ եկել, 1 ժամ ճանապարհ եմ եկել, փորձեցի մի քանի նկարահանումներ անել, բայց որոշեցի, ոնց որ չկրկնվեմ, այսպես մտածեցի, բայց չեք պատկերացնի, թե ինչքան լավ տեսարաններով, այդպես կարելի էր, որ միանայի ձեզ, նույնիսկ մտածում էի, որ քարերի վրա այդպես հարմարեցնեմ, որ բարձր լինի ու 1-2 կադր ստեղծեմ, տեսնեք, թե ինչպես եմ քայլում այդպես, մի քիչ կանգ առա, որոշեցի այդպես անեմ, բայց դա էլ չարեցի, ինչև է, այդպես խառը խորը մտքերով եկա տուն, եկել եմ տուն, մի կես ժամից ավել հանգստացել, ոչ կարողանում էի սուրճ եփել իմ համար, ոչ էլ կարողանում էի ինչ-որ մի բան ուտել, այ այդ ձևի հոգնել էի, շատ շոգ էր նաև, ինչև է, հետո հանգիստս ստանալուց հետո, այստեղ ծաղիկ ստացվեց, տեսնում եք, ապա հիմա այս ամբողջ մնացած ձուն եմ լցնելու, բայց երևի շրջեմ նոր, խոսքով չլնեմ սխալ անեմ, այսպես, ինքան եք թմբլիկ են, հետո այդպես հանգիստս մայլելուց հետո, դե գիտեք, ես պարապ մնացողներից չեմ, դուրս եմ եկել, գործեր եմ արել, սկզբում դեպի Մեղվանոց եմ գնացել, քանի որ այդտեղ իսավ գործեր ունեի ու դատարկ պլանկաներ կար, շրջանակներ կար տուն բերելու, դրանք բերել եմ տուն, ես էլ արանքներով լցնեմ, ու ինքը այստեղ ոնց ասած կթխվի, այսպես, հա,
Շատ այդպիսի նմանատիպ գործեր, քանի որ միտք ունեմ մեղուներս վերականգնել։ Այսպես, տեսնեմ ինչ աման եմ բերում, հա, այս մեկն եմ բերել, դե ոչինչ։ Պիտի որ այստեղ տեղավորեմ, հոգնած էի ամիջապես մտածեցի ինչ մի արագ բան պատրաստեմ, համ ձեզ միանամ երկու բառ խոսեմ, համ էլ մի այսպիսի հետարքիր ձևով պատրաստեմ իմ հացի ձվածեղը, որը գրեթե արդեն լինում է։ Հիմա այդ շրջանակները բոլորը տուն եմ բերել միջանցքի սեղանին, սիրելի հետևորդներ ջան, որից հետո էլի գնացել եմ իմ բաղ չեն պտտվել, հավերիս եմ հետևացել այդպես և արդեն դե գիտեք, ժամանակը գնում է, հետո ուժեղ քամի բարձրացավ, շատ ուժեղ, ոյ, այնքան ուժեղ, որ արդեն անհնար էր դրսում մնալ, դե գիտեք, երբ որ կինը տանն է լինում, ամեն ինչը ուզում ենք հասցնել, չէ, լվացք եմ արել մի քանի անգամ, քամին էլ դե շատ արագ չորացրեց, մի խոսքով, նմանատիպ գործեր, այս ու այն կողմից նա համար չկարողացա իմ այդ գործերով միանալ ձեզ, սիրելիներս, այսպես, արանքների բացեմ, բոլորը գնա, իրեպ ասեմ շատ եմ սիրում, երբ որ այսպես ձուն լցնում եմ ու մի քիչ, ոնց ասած, կիսայեպ է լինում, բայց պետք է դա կամացացնեմ մի քիչ, այ անջատեցի, այսպես շատ եմ հոգնել այսօր և հիմա կնստեմ, սա կվայելեմ ու արդեն դեմ արդեմ կմիանամ ձեզ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ հետարքիր զրույցներ ունեմ ձեր հետ, հետարքիր գործեր, այնպես չի, որ այս ձևով եմ ձեր հետ խոսելու, այդ ժամանակները անցան, երբ որ այս ձևով էի խոսում, ամաչում էի, կաշկանդվում էի, կոմպլեքսավորվում էի, բայց հիմա այդ պահը չէ, սա պատրաստ է, և կարելի է անջատել ու կափարիչը ծածկել, անջատեմ, այստեղ հարմար չի լինի, գնամ հարմար ափսե բերեմ ու գամ։ Ես եկավ, սիրելի հետևորդներ ջան, այս մեծ ծաղիկներով ափսեն բերեցի, ինչու մնա այնտեղ և չօգտագործեմ, կամ ես, կամ դուք օգտագործեք ձեր այս տիպի գեղեցիկ ափսեները առանց ափսոսալու, սիրելիներս, կյանքը մի հատ է, ու պետք է, որ այս գեղեցիկ ամանները մենք օգտագործենք, չէ, հիմա այն պահնա, որ ուզում եմ այսպես ամբողջական անել, բայց չգիտեմ, կստացվի արդյոք մոտս, թե ոչ, և դա եմ փորձում, ջոն ինչքան լավն է, կամպոտ էլ կբացեմ, այնքան սկիզբը լինի, մի հատ այսպես թեքություն եմ տալի և փորձում եմ, ուզում եմ, որ իմ ուզածով լինի, և սահեցնում եմ, ահա այսպես պտտվեմ այս կողմ, 4 կողմը պտտվեմ, մինչև որ ջան, ստացվեց, ուռա, և այսպես, սիրելի հետևորդներ ջան, մի հատ էլ կամպոտ բերեմ, ապա ձեր իշտահոբացում եմ և այսպես օդային հյուրասիրում եմ, այս մեկը մի քիչ այրել եմ, ահա, դե ոչինչ, այդքան էլ այրված չի, այն ոնց ասած, գելիցը չեմ վախի, ահա, գնամ մի հատ էլ կամպոտ բերեմ, բայց չգիտեմ ինչի պիտի բերեմ, որոշեցի դեղց բերել, սիրելի հետևորդներ ջան, ապա տեսեք ինչքան ընտիր է, ահա, ջան, հիմա կբացեմ, այստեղ, սա մի կողմ, բազրանով հավեսի չբերեմ, ահա, ջան, օդը դուրս եկավ և համով հոտը անմիջապես տարածվեց, դե հիմա էլ արի գնա բաժակ ու ափսե բեր հատիկների համար, Անուշկա ջան, ահա,
ասեցի։ Ընդհանրապես ասվում է, չէ, թե կինը տան մեջ ինչքան է քայլում։ Ահա։ Եվ ոչ միայն տանը։ Մենք կանայքս շատ ենք քայլում, որը իհարկե շատ առողջարար է։ Այսպես։ Ամեն ինչ այսպես այս տարբերակով ստացվեց, այս անգամ էլ։ Ոյ, ծարավել եմ, մի հատ խմեմ։ Ու խայ։ Երբ որ շատ գործեր են կարած լինում, սիրելի հետևորդներ ջան, էլ չենք նայում, կարելի է, չի կարելի, որտեղ ենք խմում, որտեղ ենք մի պատար բան ուտում։ Եվ այդ ձևով էլ է երբեմն ստացվում։ Այսպես։ Սա էլ հատիկները ամեն ինչ ուզում եմ պատրաստել եւ գնալ պեչի մոտ։ Պատկերացնում եք, պեչը վառել եմ, անձրև եկավ նաեւ ու շատ սառն էր այդ անձրևը։ Մի քիչ ցրտել է։ Ահա, հիմա պատրաստ է այս ամեն ինչը։ Սա այս կողմը գնամ, սեղանին։ Եվ ամեն ինչը հիմա էլ կվերցնեմ եւ ուղիղ կգնամ արդեն պեչի մոտ։ Այնտեղ կվայելեմ, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ այս ընթացքում մի համով բան պատրաստեք, որ իրար հետ մի համով բան ուտենք։ Սիրելի հետևորդներ ջան, նկատած կլինեք շատ-շատերը, երբ որ այդ օրը շատ քրտնաջան աշխատած ենք լինում, հետո դե սնվելու մասին էլ այդ պահերին ինչ որտեղ մոռացած ենք լինում ու հանկարծ հիշում ենք իմ մոտ այդ պահերն էր մի քիչ առաջ, հիմա արդեն ամեն ինչ հարթվել է Եվ կազմում պատրաստ նորից միացել եմ, թե սիրելի հետևորդներ ջան, այսօր շատ եմ աշխատել, էլ չասեմ, որ հասցրել եմ քաղաք գնալ, հետ գալ, արդեն ասեցի, մի խոսքով որպեսզի օրս լրացնեմ եւ վերջերս սիրում եմ ասել նաեւ որ ինքս ինձնից գոհ լինեմ իմ այդ օրվա ապրած կյանքից, իմ արած գործերից, սիրելի հետևորդներ ջան, կյանքը հենց դա է եւ երբեմն մարդիկ կան, չէ, որ ասում են, վայ, այսօրն էլ անցկացավ, ոչ մի բան չարեցինք, բայց եկեք օգտակար լինենք եւ ինչ որ մի գործով, այո, լցնենք մեր օրը, թեկուզ եւ հոգնենք, չարչարվենք, քրտնաջան աշխատենք, բայց լցնենք մեր օրը։ Հիմա այս կողմում սիրելի հետևորդներ ջան, դատարկ շրջանակներն են, կարող եմ եւ ցույց տալ, քանի որ շատ հետաքրքիր են գործել իմ մեղուները, որը ցավոք սրտի էլ չկան, բայց ես չեմ հիասթափվում եւ ուզում եմ վերականգնել մեղուներից, ահա, սրանք իրենց գործածնեն, այսինքն իրենց հետքը թողել են, սիրելի հետևորդներ ջան, մենք էլ մեր բարի հետքն ենք թողնում այս կյանքում, շատ սիրուն գործել են, այստեղ դուք տեսնում եք մուգ հատված, այսինքն հասցրել են նույնիսկ այստեղ ձվադրել, երբ որ ձվադրվում է, դեղին գույնը արդեն մկվում է, սիրելիներս, այս կողմում չեն ձվադրել, բայց այստեղ էլ պատրաստ է արդեն, մի խոսքով սա շատ թանկարժեք է, ահա, այստեղ թեկուզ եւ դատարկ այս պահին միևնույնն է, ոչ միայն ձվադրել են, այլ նաեւ մեղր են լցրած եղել, որը այդ նոր դուրս եկած մեղուները կերել են, վերջացրել, բայց, այսպես Եվ նմանատիպ, ուղղակի ես ուզում եմ ցույց տալ իմ մեղուների հետաքրքիր աշխատանքը, այստեղ, ահա, տեսեք, թեկուզ եւ ինչքան մեծ եռանդով, ինչքան հետաքրքիր ձևով կառուցել են, գործել են, բայց արդեն էլ իրենք քանի որ չկան, իրենց բարի հուշն են թողել, իրենց բարի հետքն են թողել, ես էլ այստեղ այն օրվա կիսատ թողած գործս եմ շարունակել, որպեսզի պահպանեմ իմ ջրաջան մեղուների աշխատանքը, որպեսզի ջուրը չմաղվի, ցետ չընկնի, մունկը չուտի եւ այլն, իսկ հիմա այստեղ մի այսքան էլ միջանցքի սեղանի վրա կա, սիրելի հետևորդներ ջան, այս կողմի շրջանակները որոշակի մեղրով լեցուն է, որը
որը որ իմ մեղուների կերապաշարի մի մասն է կազմել, այստեղ էլի եմ ուզում մոտեցնել, որը շատ ծանր է, ահա, այսպես շատ եմ ուզում մոտեցնել, որ տեսնեք, թե ինչ հետարքիր ձևով են մեղրը լցրել ու սերեկել, խնդրեմ, տեսնում եք, սիրելի հետևորդներ ջան, ինչքան հետարքիր աշխատանք են կատարել, և նույնը մյուս կողմում, ահա խնդրեմ, ահա, ծանր է, անկորդ չընկնի ձեռքիցս, ահա, խնդրեմ, ես թեքություն եմ պահում, որպեսզի այ հատկապես այս մյուս կողմն է ավելի շատ նկատելի, ոյ, այսպես, ոյ, հարմարեցնեմ, որպեսզի այդ թեքությունը ցույց տամ, միշտ սիրում եմ, որ շրջանակի այս կողերը ինձ եմ հենում, այսպես, ահա, հիմա տեսեք, այստեղ ինչքան բարձրացրել են այս հատվածը, գրեթե ընդհանուր այս տարածքից երկու մատ բարձր է, սիրելի հետևորդներ ջան, այդքան փուչիկ լցրել են, ահա, այս էլ պիտի ապահովեմ, որպեսզի ցետ չընկնի, այդ մկնիկները չգան ուտեն և նման տիպի լիքը խնամքներ և այստեղ նույնպես, ահա, այստեղ էլի իմ տրուզ է, ահա, և նմանատիպ այդտեղ, հիմա, սիրելիներս, ինչ եմ ուզում սրանով ասել, որ այսօր այս գործով եմ զբաղվել, բայց հնարավոր չեղավ, որ այդ գործերը կատարելու ընթացքում ձեզ միանամ, որպեսզի ավելի հետարքիր լինի ձեր համար դիտել իմ բլոգը, քանի որ շատ ուժեղ քամի էր, եկեք չմոռանանք, որ պառավի ուլերն են մոտենում, մինչև ամսի 13-14-15 սկսած այս օրվանուց հաշվվում է պառավի ուլերի օր, թեպետ մարդիկ կան, որ ապրիլի սկիզբ են ասում պառավի ուլերը, մարդիկ էլ կան ապրիլի 13-14-15, մի խոսքով ես այդ ամենը միախառնում եմ և ասում եմ ապրիլի սկզբից մինչև ապրիլի 15-ը պետք է մի փոքր զգուշանալ ամեն հարցում, օրինակ ես դեռ ծաղիկներս դուրս չեմ բերել, քանի որ չգիտեմ, արդյոք ինչ կլինի այդ օրերին, տա Աստված, որ խաղաղ անցնի պառավի ուլերի օրը, որը հնուց հիվեր եկել մեզ է հասել այդ հետարքիր պատմությունը, կարծում եմ բոլորդ էլ գիտեք, թե այդ պառավի ուլեր ասած օրը ինչ է նշանակում և այդ ուղղությունով չեմ ուզում խորանալ, պատմել, հա, իդեպ պատմել եմ ասում, այսպիսի բան էլ ասեմ, ընդհանրապես մարդիկ կան չէ, որ ասենք հանդիպում են ու հարցնում են, ասում են, դե պատմի տենամ ինչ կա, նման դեպքերում, երբ որ ինձ այդպիսի հարց են տալի, ես միշտ սիրել եմ պատասխանել, որ հո պատմության ժամ չի, որ պատմեմ, ու այդպես ոչինչ չեմ ասել, հիմա երբ որ ասեցի այդ ամենը դա հիշեցի, ինչև է, անգամ մարդուն հարցը տալիս, սիրելի հետևորդներ ջան, պետք է այնպիսի գրագետ ձևով հարցը տանք, որ դիմացի մարդը իրեն լավ զգա և մեծ սիրով պատասխանի մեր տված հարցին, իսկ հիմա քանի որ էլի շատ կարևոր գործ ունեմ անելու և ուզում եմ ձեր հետ անել, արդեն մութը լավ ընկել է, սիրելի հետևորդներ ջան, ես նաև իմ շտատիվի լույսն եմ միացրել, որպեսզի լուսավորությունը մի քիչ լավ ապահովեմ և կադրը գեղեցիկ ստացվի հնարավորինս, հասցրել եմ հող եմ բերել ամանով և ուզում եմ դդումի սեղմերը ցանել ձեր հետ միասին, այն դդումի, որը որ այն փոքր տեսակը, երբ որ դրանից տարբեր համով բաներ ենք պատրաստում, մեր այն սովորական պապենական դդումը չեմ ասում, սիրելի հետևորդներ ջան, եթե ասեմ դդմիկն արդեն հասկանում ենք որպես կավաճկա, դրա համար դդում եմ ասում, մի խոսքով արդեն ինձ լավ հասկացաք, հիմա այս պահին այս կողմ եմ դնում և պատրաստում եմ ցանելու համար, ամեն անհրաժեշտ բանը ինձ եմ մոտեցրել, ուզեցի այսօր ցանել այս բարիրիկվա հետ դդումի սերմերը ցանենք, սիրելի հետևորդներ ջան,
իսկ արդեն այս շրջանակները ես վաղը ցերեկով պիտի տեղափոխեմ սառը նկուղ եւ ամեն ինչով ապահովեմ։ Այսպես, հիմա սա այստեղ այս ցանցավոր ամանն է մրգերի համար, բոլորիս հայտնի, եւ հիմա ուզում եմ այս ստվարաթղթով, որը ինքը տուփ է եղել, հիմա սա կտրում եմ, պարտադիր չէ մկրատով կտրեմ, սիրելի դերոցներ ջան, եթե ծուռ-մուռ ստացվի, չի խանգարում, ի դեպ ասեմ, իմ բլենդերի տուփն է, ամենասկզբի, որից հետո արդեն մյուս իսկական տուփն է, եւ ես նման բաները երբեմն պահում եմ, ինչ-որ մի բանում պետք է գալի, բայց այնպիսի մի տեղ եմ պահում, որ չխանգարի ինձ, հիմա ուզում եմ հասկանամ, ինչպես բացեմ, որ լայնություն վերցնի այստեղ սկոճած է եւ երկե սկոճը կոպեմ, որպեսզի կարողանամ իմ ուզածը անել, բացվեց, այսպես, սա ասենք մի մասը հատակին կգնա, հետո կողքերը կլցնեմ, որ հողը չթափվի, հիմա այսպես, շատ հող չեմ լցնելու, սիրելիներս, հիմա մի հատ չափուձև եմ անում, այն որ ասմա օղտը չափի մին կտրի, մի հատ չափեմ, որ կտրեմ, ոնց հասկացա այս մի տուփը պետք չի, այս մի տուփն էլ այն թափանցիկ պղնձի տուփն է, սա երևի ինչ-որ մի բանի պետք կգա, ուրեմն սա կմնա հետոյի, քանի որ հասկացա, որ այս մեկը արդեն հերիքում է։ Այսպես, հիմա, քանի որ չափուձևը արել եմ, այստեղ պետք է ստեղից կտրեմ, բայց մի հատ էլ այս կողմից եմ ուզում չափեմ, քանի որ ավելի հեշտ է այստեղ կտրել, քան թե այնքան մեծը, մի հատ չափեմ, նորից, չէ, սիրուն չեղավ, ուրեմն այս կողմից եմ կտրում և նորից ձեռքով փորձեմ, քանի որ մկրատը չեմ բերել, դե ոչինչ, այսպես էլ կստացվի, իր այն շերտը գտնում եք և մի քիչ ծուռ-մուռը չի խանգարի, կտրում և արդեն, քանի որ չափը վերցրել եմ, արդեն ելի հարմարեցնում, որից հետո հողը կլցնեմ և ոչ կողքերով կթափվի, ոչ էլ տակի մասով և երբ որ էլ ջրեմ, այս ստվարաթուղթը այդ խոնավությունը վերցնում է և արդեն նորմալ կաջի մեր դդումի սերմերը, այսպես, հիմա երբ որ հողը կլցնեմ, ահա տեսեք սիրելիներս, ահա այս տեսքն ունի, հիմա հողն եմ լցնում, այստեղ է, շատ սևահող է սիրելի հետևորդներ ջան, հիմա լցնեմ, այսպես, ասեմ, որ տանն եմ պահելու, ցերեկները դուրս կհանեմ, գիշերը տուն կբերեմ, քանի որ գիշերը ամեն դեպքում ցուրտ է, արդեն ասեցի, որ պեչը վառել եմ, շատ չեմ վառել, 3 հատ փայտով, արդեն ամբողջ տունը տաքացա, ոնց ասած օդը փոխվում, ահա, այսպես, մի քիչ ձեռքով տարածում եմ, հողը լավ խոնավ է, քանի որ 3 գիշեր շատ անձրև ա եկել և դա ես միայն առավոտը նկատեցի, երբ որ գնում էի քաղաք, դուրս եկա և տեսնեմ, որ դեռևս կատկթում էր։ Իսկ հիմա խոնավ հողի վրա պետք է ցանեմ դդումի սերմերը։ Այստեղ, երբ որ դդումը օգտագործեցի, թղթի վրա այսպես անձեռոցիկի վրա շարել եմ, որոշները կպածեն, հիմա անջատեմ,
Շատ եմ ուզում ցանել, քանի որ այս դդումին ծանոթ չեմ, չգիտեմ ինչ ձևով դուրս կգա, եթե անգամ բոլորն էլ դուրս կա հաջողությունով, այստեղ այնտեղ կցանեմ ու չեմ համարի, որ ավելորդ է, քանի որ այս դդումի տեսակը համ ես շատ սիրեցի, թող որ լինի, այսպես, ընդհանրապես, եթե հողի մեջ ենք ցանում, սիրելի հետևորդներ ջան, շատ ժամանակ մկները տանում են, կամ էլ երբեմն շատ անձրև է գալի, հետո սերմը փչանում է, փտում է ու կորչում է, բայց հիմնականում մկներն են տանում, կամ էլ ինչ-որ այդպիսի կենդանիներ ուտում են, հատկապես այս դեպքում սերմը շատ նուրբ է, փոքր է, ավելի հեշտությունով կուտեն, դրա համար գերադասելի է այսպես առանձին ցանել, ծլեցնել, 1-2 տերևը երբ որ դուրս կգա, լավ կարմատակալվի, նոր արդեն կտեղափոխեմ համապատասխան տեղ։ Եվ պետք է ուշադիր լինեմ, որ հավերը նույնպես չհոշոտեն։ Հա, ինչ էի ուզում ասել, երբ որ հողի մեջ ենք ցանում նաև 3-3 ենք ցանում, ահա, հիմա ես նույնպես 3-3 վերցնում եմ և ցանում եմ։ Որոշակի հեռավորությունով, թեթևակի խորը, կարող եմ ուղղակի հենց այսպես ցանել ամբողջ հողի վրա, նաև այստեղ ձեռքիս հետ նկատում եմ, թե որ սերմն է ավելի այդպես թմբլիկ, և դրանք եմ ցանում, սիրելիներս, ահա, այսպես, և այս տարբերակով բոլորը ցանելու եմ շարքով, մնացածն էլ, եթե գիտեմ, այստեղ չի տեղավորվի, դա էլ արդեն հաջորդ օրը ցերեկով ես դա էլ պիտի ցանեմ, ուղղակի այս գործողությունը որպես հետաքրքիր բա, ուզեցի, որ նույնպես ձեր հետ միասին կատարել, միգուցե ինչ-որ մի հարցով օգտակար կլինեմ, այսպես, նաև այս մի քանի րոպեն հետաքրքիր կդառնա բոլորիս համար, մի պահ, երբ որ նմանատիպ աշխատանքներով կիսվում ենք, շատ հանգստացնող է հատկապես, երբ որ այսպիսի լավ գործ է կատարվում, այսպես առանձնացնելով թմբլիկ սերմերը շարունակում եմ և այսպես էլ ավարտին կհասցնեմ, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն համ ցանում եմ, համ էլ հողով ծածկում եմ, այսպես մի շարը վերջացրի, մի խոսքով այստեղ 3 շար կտեղավորվի, որը շատ է, հիմա նույնիսկ կարող եմ մատով անցքեր բացել, որպեսզի ես ավելի հեշտ լինեմ, և հետո երբ որ դուրս գա շատ գեղեցիկ կլինի, և հիմա արդեն արագ կլցնեմ։ Չեմ ծածկելու, սիրելիներս, քանի որ տանն է լինելու, ցերեկը դրսում իմ հսկողության ներքո, որ հավերի ճանկը չընկնի, մի քանի օրից դուրս կգա։ Թեթևակի պետք է ջրեմ, շատ ջրել հարկավոր չէ, այ երբ որ դուրս կգա, այդ ժամանակ կսկսեմ առատորեն ջրել, քանի որ դդումները ընդհանրապես շատ ջուր են սիրում, նույնիսկ դրա վերաբերյալ հետաքրքիր ասույթներ կան, դա էլ արդեն ընթացքում այդ լավ ասույթները ձեր հետ կզրուցեմ, այսպես, Սիրելի հետևորդներ ջան, բոլորը հողի մեջ ցանեցի, այսպես, շարքով, հիմա ծածկեմ ու ավարտեմ սրա գործը, երբ որ այսպես հողը խոնավ է լինում, մեր գործը ավելի է հեշտանում, մի հատ էլ ձեռքի ափով այսպես սեղմում եմ,
որ ամրանա հողին։ Հաջորդ օրը երեկոյան ժամերին թեթևակի կջրեմ։ Այսպես, այսքանը դեռ ունենք, տեսնենք։ Սա էլ առանձին տեղ կցանեմ նույն եղանակով, սիրելի հետևորդներ ջան, սա արդեն հետ եմ դնում և սա արդեն վաղը դուրս կտանեմ, իսկ հիմա ձեզ ասում եմ առայժմ, սիրելի հետևորդներ ջան, մինչ հաջորդ վլոգ, լավ եղեք, առողջ եղեք և թող որ բոլորիս կատարած գործն էլ ուրախության համար լինի։